Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 26-րդ գլուխ։ Դավիթ գրգին գխնայե Սավուղի ցանկին։ Զիպացիները կապահակացին Սավուղի կով եւսին։ Ահա Դավիթ Եսիմոնի թիմած եկեղայի փլուրին վրա բահվդած է։ Սավուղ գանկնեցավ ու զիպի անաբադի իջավ Իսրայելեն 3000 ընդիր մարդով, որբեսի զիպի անաբադի մեջ Դավիթը փնտրե։ Սավուղ եկեղայի փլուրը փանագեցավ Եսիմոնի թիմած ջամփային վրա։ Դավիթ անաբադին մեջ կգենար եւ դեսավ թե Սավուղ անաբադը եկած է զինք հետապնդելու։ Ուստի Դավիթ լրդեսներ ղրգեց ու Սավուղի քալը ստուկաբես գիծավ։ Դավիթ քախնի գանկնեցավ եւ Սավուղի փանագած դեղը գնաց։ Դավիթ Սավուղի ու անոր սպարաբեդին ներյան ապենների բարգած դեղը դեսավ։ Սավուղ գարկերուն մեջտեղը բարգած էր, իսկ ժողովուրդը անոր շուրջը փանագած էր։ Դավիթ կեդացի Աքիմելեքի եւ Հովապի եղբոր Շարուհյան Ապեսայի հարցուց. ով ինձ հետ Սավուղի կով փանագավայրը գիչնե, Ապեսա ըսավ. ես քեզի հետ գիչնեմ։ Դավիթ Ապեսայի հետ ժողովրդին կով հասավ քիշերը։ Ահա Սավուղ գարկերուն մեջտեղը բարգած կքնանար։ Անոր նիզակը սնարինքով կեդինը ցծված էր, իսկ ապեններ ու ժողովուրդը անոր շուրջը բարգած էին։ Ապեսա Դավիթի ըսավ. Աստված այսօր թշնամիտ քու ցերկդ մատնեց։ Հիմա թույլատրե որ նիզակով մեկ անգամեն կեդինը կամեմ զինք ու չգրտնեմ հարվածը։ Բայց Դավիթ Ապեսայի ըսավ. զինք մի մերցներ, արդարև ով գրնա ցերկ երգարել դիրոջ օձյալին եւ անբադիժ մնալ։ Դավիթ նաև ըսավ. դերը գաբրի, զինք դերը պիտի զարնե, գամ անոր ադենը պիտի կա ու մերնի, գամ ալ բادرազմի մեջ պիտի մտնե ու մերնի։ Դերը չարդոնե որ դիրոջ օձյալին դեմ ցերկս երգարեմ, բայց կաղերսեմ, ար հիմա անոր սնարին կովի նիզակը եւ ճուրին գուժը ու երթանք։ Դավիթ Սավուղի սնարին կովեն նիզակը եւ ճուրին գուժը արավ ու կացին։ Դեսնող, քիծող գամ արտնցող չգար, որովհետև բոլորը կքնանային, արտարև դիրոջմեն թմփիր մեն գածեր անոնց վրա։ Դավիթ մյուս կողմը անցավ եւ հերուն լերան կակատը գայնեցավ, իրենց միջև մեծ միջոց մգար։ Դավիթ ժողովրդին ու ներյան ապենների կոչեց ասելով. ով ապեններ, չես պատասխաներ։ Ապեններ պատասխանեց. դու ով ես, որ թագավորին կոչես։ Դավիթ ապենների ըսավ. Տուն այր մարդ չես ու Իսրայելի մեջ ով գա քեզի նման, ուստի ինչու քու դերդ թագավորը չբահբանեցիր, որովհետև ժողովուրդեն մեկ եկավ քու դերդ թագավորը մերցնելու։ Այդ քու ըրած բանդ լավ չէ, դերը գաբրի, դուք մերնելու արժանի եք, քանի որ դիրոջ օձյալը ծեր դերը չբահբանեցիք։ Հիմա նայե թե ուր են թագավորի նիզակն ու անոր սնարին կովի ճուրին գուժը։ Այն ադեն Սավուղ Դավիթին ցայնը ջանցավ ու ըսավ. Որտյագս Դավիթ, ադիգա քու ցայնը թե։ Դավիթ ըսավ. ով թագավոր, իմ դերս, ադիգա իմ ցայնս է։ Նաև ըսավ. իմ դերս ինչու այդպես իր զարանգե դաբնթե, ինչ ըրի ու ցերկիս մեջ ինչ չարություն կա։ Եվ հիմա գաղերսեմ, իմ դերս, թագավորը իր զարային խոսքերը թող մդի գնե։ Եթե դերը քեզ ինձի թեմ թրթեց, զոհ մտող ընդունի, բայց եթե մարդոց որդիները թրթեցին, անոնք դիրոջ արչև անիծյալը լան, որովհետև զիս այսօր վրընդեցին, որբեսի դիրոջ ժառանգության չհարիմ ինձի ասելով, քնա օդար աստվածներ բաշտե։ Ուստի հիմա իմ արյունս թող կեդինը չինա դիրոջ արչև, արտարև Իսրայելի թագավորը դուրս ելած է, լումը փնտրելու, ինչպես մարդ լեռներուն վրա գակավ գեդաբնթե։ Սավուղ ըսավ. մեղանչեցի, վերադարձիր որտյագս Դավիթ, քեզի անգամ մնալ չարիք պիտի չնեմ, քանի որ իմ անձս այսօր քո աչքերուդ բադվագան երևցավ։ Ահա անմիտ եղա եւ մեծապես սխալեցա։ Դավիթ պատասխանեց. ահա թագավորին նիզակը, երդասարտները մեկը թող անցնի ու զայն առնե, դերը յուրաքանչյուրին հադուցանե իր արդարության եւ հավատարմության փոխարեն, որովհետև դերը քեզ այսօր իմ ցերկս մատնեց, բայց ես դիրոջ օձյալին վրա ցերկ երգարել չուզեցի։
ահա ինչպես քու անցդ այսօր իմ աչքերուս բադվագան եղավ, իմ անցս ալ դիրոջ արջև այնպես բադվագանը լա, ուզիս ամեն դակնաբե ազադե։ Սավուղ Դավիթի եսավ, որտյագս Դավիթ, օրտնյալը լաս, անշուշտ մեծ գործեր պիտի կատարես եւ պիտի հաջողիս։ Դավիթ իր ջամփան գնաց, Սավուղալ իր դեղը վերադարձավ։ Փառք ես Ձեր Աստված մեր։ Ամեն։